Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսին հաջորդող ձայնագրություններ է հրապարակում, որոնք վերագրում է ուժեղ Հայաստանին եւ պնդում են, որ ուժը ընտրություններից ընթരാճ նյութական խոստումներ է տալիս քվեների դիմաց։ Սա ինչպես եք մեկնաբանում, որովհետեւ Սամվել Կարապետյանն ասում է, ես նույնիսկ $100 չեմ նախատեսել ընտրակաշառք բաժանելու մասին, ինչ թվերի մասին են հայտարարում։ Առաջերտին ակնհայտ են այս տվյալները, սա ոչ կարծիք չէ, սա փաստ է եւ հակակոռուպցիոն կոմիտեն եւ ազգային անվտանգության ծառայությունը փաստերով են գործում այս դեպքում, հանրային է, բոլորը կարող են ստուգել։ Ես այսպիսի թեզ ունեմ հիմա, որ այսպես որ շարունակվի, կասկածում եմ ազատության մեջ մարդ մնա, ով ընտրություններից մասնակցի իրանց կուսակցությունից, որովհետեւ իրոք դա արդեն ինչ որ չափից դուրս է զգացվում ամեն օր։ Այսինքն չափից դուրս ոչ թե հակակոռուպցիոնի գործունեությունը, հակառակը կեցեն մեր սպաները եւ բոլոր ով այդտեղ աշխատում է պետական ծառայություն է ծավալում, բայց ինչպես են իրանք առասարակ պատկերացնում, անկեղծ ասած, ինչ երեսով են մասնակցելու քաղաքական առումով նկատի ունեմ, հա, այդ ընտրություններին։ Ինչպես, որովհետեւ մարդիկ փաստացի ամբողջ հիմնասյունը իրանց քաղաքական օրակարգի հիմնվում է կաշառք տալու վրա, ինչը շատ ցավալի է ի վերջո հայկական գիտեք, նախկինում իշխանություններն էին կաշառք տալի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության նկատի ունեմ։ Հիմա ընդդիմությունն է սկսել կաշառք տալ, այն էլ ինչ ծավալով, հա։ Դա շատ վտանգավոր է, ակնհայտորեն երևում է, այն էլ գումարներ են նաև արգրավել Ռուսաստանից եկող, ամեն ինչ ակնհայտ պարզ է, այստեղ մի բան կա, որ իհարկե ցավում եմ, որ կան հայեր, ով համաձայնվում են, որովհետև ես ոնց հասկանում եմ, իրանք էլ են բանտում հայտնվելու, ոչ միայն տվողը, այլ վերցնողն են։ Ես ցավում եմ, անկեղծ ասած, ես առասարակ չեմ ուզում, որ որևէ մեկը բանտում լինի, որևէ մեկ հայ, բայց պետք է հաշվի առնենք, հարգելի այրնակիցներ, որ այսպես չի կարելի։ Այսինքն չի կարելի ընտրություններում կաշառելու դիմաց երկիրը վաճառես,